Շնորհակալություն Տիկին Ջուլակյան, հարգելի գործընկերներ, ձեզ եմ ներկայացնում 2025 թվականի բյուջեի կատարման զեկույցը կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասով։ 2025 թվականի բյուջեն, հանձնաժողովի բյուջեն, ճշտված բյուջեն կազմված է կազմել է 423.5 միլիոն դրամ, որն ամփոփված է մեկ ծախսային ծրագրում եւ ներառում է երկու միջոցառում։ Փաստացի ծախսը կազմել է 420.3 միլիոն դրամ, ապահովելով մոտ 99.3% կատարողական։ Ծախսված գումարների 417.4 միլիոն դրամը ուղղվել է կոռուպցիայի կանխարգելում եւ բարեվարկության համակարգի զարգացում միջոցառմանը, իսկ մնացած 29 միլիոն դրամը ուղղվել է կոռուպցիայի դեմ պայքարին առնչվող հարցերով, կրթական եւ հանրային իրազեկվածության բարձրացման ուղղված ծրագրերի մշակման եւ միջոցառումների իրականացման աշխատանքներ միջոցառմանը։ Նշեմ, որ բյուջեի ծախսերի մոտ 90%-ը բաժին է ընկել աշխատանքի վարձատրությանը, նաև պետք է նշեմ, որ նախորդ տարվա բյուջեն կազմել է 431.5 միլիոն դրամ մոտավորապես, այս տարվա 420.3 միլիոնի դիմաց, այսինքն մի փոքր նվազում ունենք այս մասով, ի տարբերություն հանձնաժողովի կողմից իրականացված աշխատանքների եւ արդյունքային ցուցանիշների, որոնց մասով հաշվետու տարվա ընթացքում բոլոր գործառույթների մասով հանձնաժողովը զգալի առաջընթաց է գրանցել։ Հաշվետու ժամանակաշրջանում նաև զարգացրել ենք իրավակիրառ պրակտիկան արկա գործառույթների մասով, ինչպես նաև ներդրվել են համապատասխան կառուցակարգեր հանձնաժողովին նոր վերապահված գործառույթների մասով։ Ընդհանրապես հանձնաժողովի ձևավորումից ի վեր ես չեմ հիշում որևէ տարի, երբ հանձնաժողովի գործառույթները էականորեն չավելանան կամ արկա գործառույթներում զգալի փոփոխություններ չիրականացվեն ավելացման միտումով իհարկե, եւ անցած տարի նույնպես բացառություն չի եղել, մասնավորապես հանձնաժողովի գործառույթներին կամ ենթագործառույթներին ավելացել են բարեվարկության մասով ոստիկանության ներքին անվտանգության վարչության ծառայողների վերաբերյալ բարեվարկության ուսումնասիրությունների իրականացման գործառույթը, ինչպես նաև կուսակցությունների ֆինանսական վերահսկողության գործառույթի շրջանակներում բոլոր մուտքերի նկատմամբ վերահսկողության իրականացման գործառույթը, այդ թվում նաև նախընտրական հիմնադրամների մասով եւ դրանից բխող լիազորություններով։ Բարեվարկության համակարգի տարերի առնչությամբ անհամատեղելիության պահանջներ, շահերի բախում, վարքագծի կանոններ, նվերների ընդունման սահմանափակումներ եւ այլ սահմանափակումներ իրականացվել են ընդհանուր թվով 245 ուսումնասիրություն, 2024 թվականին այդ ցուցանիշը կազմել է 120, որից 43-ը մեդիա հրապարակումների, 191-ը դիմումների հիման վրա, 4 ազդարարման եւ 7-ը հանձնաժողովի իրականացվող այլ գործընթացների շրջանակներում արձանագրված առերևույթ խախտումների հիման վրա։ Նշված 245 ուսումնասիրություններից արդեն ըստ գործառույթների 100-ը վերաբերել են շահերի բախման իրավիճակներին, անհամատեղելիության պահանջների վերաբերյալ իրականացված ուսումնասիրությունների թիվը կազմել է 39, վարքագծի կանոնների վերաբերյալ ուսումնասիրությունները եղել են 42-ը, նվերների ընդունման սահմանափակումների վերաբերյալ 38-ը, այլ սահմանափակումների վերաբերյալ 10-ը եւս 8-ը այլ հարցերի վերաբերյալ։ Շահերի բախման մասով ուսումնասիրությունների զգալի մասը վերաբերել է պետական գնումների գործընթացում հանրային պաշտոն զբաղեցնող անձանց կամ վերջիններիս հետ փոխկապակցված անձանց եւ կազմակերպությունների մասնակցությանը, միաժամանակ շահերի բախման դեպքերի քննության արդյունքում հանձնաժողովի կողմից 2025 թվականին վարչական իրավախախտումների վերաբերյալ հարուցվել եւ վարչական տուժով եզրափակվել է 15 վարույթ, հանրային պաշտոն զբաղեցնող անձանց կողմից շահերի բախման կարգավորումների խախտման, մասնավորապես շահերի բախման իրավիճակում հանձնաժողով համապատասխան հայտարարություն չներկայացնելու հիմքով։
Բացի վարութային գործընթացներից հանձնաժողովը պաշտոնատար անձանց ստացած դիմների հիման վրա շահերի բախման իրավիճակների լուծման առնչությամբ 25 թվականին տրամադրել է պարզաբանումներ եւ առաջարկներ ավելի քան 50 դեպքերում։ Նշված դեպքերում անձինք նախքան որոշումների կայացումը հանդես են եկել շահերի բախման առնչվող հանգամանքների մասին հրապարակային հայտարարություններով։ Դիպս բարևարկության համակարգի մյուս տարրերի հիմքով ուսումնասիրությունների եւ քննությունների հաշվետու տարում է այլապես ավելացան վարքագծի կանոնների խախտումներին առնչվող ուսումնասիրությունները։ 2025 թվականին իրականացված ուսումնասիրությունների արդյունքում հարուցվել է վարքագծի կանոնների առերևույթ խախտման վերաբերյալ 10 վարույթ, 29 դեպքում ուսումնասիրությունների արդյունքում հանձնաժողովը եզրահանգել է, որ բացակայում են վարույթի հարուցման հիմքերը, պայմանավորված առերևույթ խախտման բացակայությամբ կամ վարքագծի կանոնագրքի սուբյեկտների շարքից պաշտոնատար անձանց դուրս լինելու հանգամանքով կամ նկատի ունենալով, որ ենթադրյալ խախտումը կատարվել է մինչև վարքագծի կանոնագրքի ուժի մեջ մտնելը։ Բացի վերը նշվածից անհամատեղելիության պահանջների պահպանման ստուգման տարեկան մշտադիտարկման պլանում արդեն պլանի շրջանակներում 114 անձի, այսինքն լրացուցիչ 114 անձի վերաբերյալ իրականացվել է համալիր ուսումնասիրություն, մասնավորապես գործադիր իշխանության ներկայացուցիչների շրջանում անցկացված մշտադիտարկման գնահատման առարկա է եղել վերջիններիս կողմից առևտրային կազմակերպությունների մասնակցության կամ ներգրավվածության, արժեթղթերի տնօրինման, այլ վճարովի աշխատանքի իրականացման, ինչպես նաև պաշտոնատար անձանց եւ փոխկապակցված անձանց մասնակցությամբ կազմակերպությունների պետական գնումների մասնակցության դեպքերի ստուգումը։ Նվերների հաշվառման գործընթացի շրջանակներում հանձնաժողովը հաշվետու տարում շարունակել է հանրային պաշտոն եւ հանրային ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց եւ բարևարկության հարցերով կազմակերպիչների խորհրդատվության տրամադրումը, պաշտոն զբաղեցնող անձանց կողմից ստացված նվերների գնորոշման հարցում աջակցության ցուցաբերումը, վերջիններիս կողմից ստացված նվերների հաշվառումը եւ հրապարակումը։ 25 թվականին հաշվառվել եւ հանձնաժողովի կողմից սահմանված կարգով հրապարակվել է նվերների հաշվառման շուրջ 200 ձևաթուղթ, ինչը նախորդ տարվա համեմատ ավել է մոտ 7 անգամ։ Սա հնարավոր է եղել ապահովել նաև հանձնաժողովի կանխարգելիչ մանդատի շրջանակներում իրականացված մշտադիտարկման եւ համապատասխան մարմիններին ուղղված գրություններով, որով առաջարկվել է օրենքով սահմանված կարգով իրականացնել հաշվառման ենթակա նվերների հաշվառումը։ Եվս շուրջ 40 դեպքում իրականացվել է հրապարակման ոչ ենթակա նվերների հաշվառում։ Հայտարարագրման մասով հաշվետու տարվա ընթացքում հայտարարագրման էլեկտրոնային համակարգի բարելավման աշխատանքներում մեծ ուշադրություն է դարձվել համակարգի որոշ տարրերի ավտոմատացմանը, որոնք նվազագույն են հասցնում հայտարարագրման գործընթացում անզգուշության արդյունքում սխալ կամ ոչ ամբողջական տվյալների ներկայացումը։ Մասնավորապես ինտեգրվել են Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի եւ ներքին գործերի նախարարության ճանապարհային ոստիկանության տվյալների շտեմարանները, ինչի շնորհիվ համապատասխան տվյալներն ինքնաշխատ կերպով արտացոլվում են այժմ հայտարարագրերում։ Հանձնաժողովի կողմից իրականացված իրազեկման միջոցառումների վարչական վարույթների արդյունքում 2025 թվականի ընթացքում ներկայացման ենթակա հայտարարագրերի չներկայացման դեպքերը էապես նվազել են։ 2025 թվականի ընթացքում հավաքագրվել է 21627 հայտարարագիր, որն ավելին է դրան նախորդող տարվա համեմատությամբ 7.7%-ով, իսկ 23 թվականի համեմատությամբ 26.1%-ով, ըստ էության այստեղ խոսքը վերաբերում է կուսակցությունների եւ հանրային ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց կողմից նախորդ տարիներին չներկայացված հայտարարագրերի ներկայացման դեպքերին, որոնք ներկայացվել են արդեն ընթացիկ տարում։ 25 թվականին հանձնաժողովն ապահովել է հայտարարված տվյալներում փոփոխություն կատարելու վերաբերյալ 783 ուղղման դիմումների ընթացք, որոնք վերաբերել են 1724 հայտարարագրերում հայտարարված տվյալների փոփոխությանը։ Նշված դիմումներից 15-ը մերժվել են, քանի որ դիմումում նշված անհամապատասխանությունները հանձնաժողովի կողմից այլ կերպ բացահայտված են եղել։
Հաշվետու ժամանակաշրջանում ավարտվել է 173 հայտարարությունների 709 հայտարարների վերլուծությունը։ ԶԼՄ մոնիտորինգի արդյունքում հայտնաբերված 66 հրապարակումներում արձանագրված առերևույթ անհամապատասխանությունների հիման վրա հանձնաժողովի կողմից իրականացվել է 174 հայտարարատու անձի հայտարարագրերի ստուգում։ Իդեպ նշեմ, որ հանձնաժողովի համապատասխան վարչության կողմից օրական 2 անգամ համապատասխան մոնիտորինգի արդյունքներ ներկայացվում են հանձնաժողովին, ավելի քան 60 լրատվամիջոցի ուսումնասիրություն օրական 2 անգամ, որի արդյունքում հանձնաժողովի գործառույթներին վերաբերելի մամուլի հրապարակումների վերաբերյալ համապատասխան վարչություններում ստուգման գործընթաց է նախաձեռնվում։ 2025 թվականին համակարգում ներդրվել եւ գործարկվել է կուսակցությունների տարեկան հաշվետվությունների էլեկտրոնային եղանակով ներկայացման բաղադրիչը, եւս մի շատ կարեւոր գործառույթ հանձնաժողովի։ Նշված բաղադրիչը հնարավորություն է տալիս միատեսակ ստանդարտացված մեքենայացված գործիքների համար ընթերնելի եղանակով հավաքագրել տվյալները, ապահովել է նաև 21 թվականից ի վեր ներկայացված հաշվետվությունների ներդրումը նոր հարթակ, դրանց նկատմամբ արկա եւ նախատեսվող թվային լուծումները կիրառելու նպատակով։ Հանձնաժողովը հաշվետվու տարվա ընթացքում գործարկել է կուսակցությունների ղեկավարը մարմնի անդամների գույքի եւ եկամուտների հայտարարների էլեկտրոնային նոր համակարգով ներկայացման բաղադրիչը, ապահովելով նշված հայտարարությունների գույքի եւ եկամուտների հայտարարագրի ներկայացումը նոր հարթակի միջոցով։ Կուսակցությունների ֆինանսական գործունեության վերահսկողության գործառույթի համատեքստում հանձնաժողովն իրականացրել է պետական ֆինանսավորում ստացող 5 կուսակցությունների 2024 թվականների տարեկան հաշվետվությունների ստուգումը։ Միաժամանակ հաշվետու ժամանակահատվածում հանձնաժողովի կողմից նախաձեռնվել է նաև 13 այլ կուսակցությունների ընդհանուր 25 տարեկան հաշվետվությունների ստուգում։ Բացի այդ, օրենսդրական փոփոխությունների արդյունքում հանձնաժողովին է վերապահվել կուսակցությունների բոլոր մուտքերի նկատմամբ վերահսկողության իրականացումը, ինչպես նշեցի, ներառյալ նաև նախընտրական քարոզչության շրջանում, ինչպես նաև ընտրություններին մասնակցող կուսակցությունների բանկային հաշիվների ֆինանսական միջոցների մնացորդի մուտքերի եւ ելքերի վերաբերյալ ամփոփ տեղեկանքի կազմումը եւ այն հանձնաժողովի կայքում հրապարակելու վերաբերյալ գործառույթը։ Ըստ էության այս նոր գործառույթը 2025 թվականին կիրառվել է վարշապատի ընտրություններում եւ հանձնաժողովը համապատասխան լիազորություններ արդեն պրակտիկ իրականացրել է այդ ընտրությունների ընթացքում։ Հանձնաժողովը 2025 թվականի ընթացքում պետական պաշտոններում նշանակվել հավակնող անձանց թեկնածուների բարևարկության ուսումնասիրության լիազորության շրջանակներում իրականացրել է թվով 650 անձանց բարևարկության ուսումնասիրություն եւ թվով 103 անձանց բարևարկության ընթացիկ ուսումնասիրություն, ինչի արդյունքում համապատասխան մարմիններ են ներկայացվել ընդհանուր թվով 753 խորհրդատվական բնույթի եզրակացություն եւ կրկին նշեմ, որ նախորդ տարվա ցուցանիշը կազմում էր 455, 753-ի դիմաց։ Իրականացված բարևարկության ուսումնասիրության արդյունքներով գույքային դրության առնչությամբ ձևավորված հիմնավոր կասկածի հիման վրա գլխավոր դատախազությունը ներկայացվել թվով 4 հաղորդում գույքի ավելացման եւ կատարված ծախսերի օրինական եկամուտներով հիմնավորվելու, ինչպես նաեւ թեկնածուի կողմից կատարված գործարքների օրինականության առնչությամբ։ Վարույթների վերաբերյալ հանձնաժողովում իրականացվել են ընդհանուր առմամբ թվով 661 վարույթներ, որից 644-ը վարչական եղախախտումների վերաբերյալ վարույթներ, մասնավորապես հանձնաժողովի կողմից իրականացած վարչական վարույթներից 115-ը եզրափակվել են վարչական տուժ նշանակելու մասին որոշմամբ, իսկ մյուսները բանավոր դիտողություն հայտարարելով եւ վարչական վարույթը կարճելով։ Ավելի մանրամասն տվյալներով ձեզ չեմ ծանրաբեռնի։ 2025 թվականի դեկտեմբերին ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմամբ ընդունվել է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ օրենքն ընդունվել է 26 թվականի հունվարին, որով առաջարկվում է կոռուպցիոն ռիսկերի գնահատման համակարգի ներդրում հանրային իշխանության մարմիններում
ոլորտային հոակներում, պոակներում, պետության կողմից հիմնադրված հիմնադրամներում, ինչպես նաև պետության եւ համայնքների կողմից հիմնադրված 50 եւ ավելի տոկոս մասնակցությամբ կամ պետության եւ համայնքների մասնակցությամբ ընկերություններում եւս մի շատ կարեւոր գործառույթ, որի շրջանակներում այժմ ինտենսիվ աշխատանքներ են տարվում, միևնույն ժամանակ մինչեւ օրենքի ուժի մեջ մտնել է 2025 թվականին հանձնաժողովը նշված գործառույթի շրջանակներում պիլոտային ձևաչափով, քանի որ օրենքը դեռևս ամբողջությամբ չէր ընդունվել, սկսել է կոռուպցիոն ռիսկերի գնահատում իրականացնել 5 խոշոր պետական մասնակցությամբ ընկերություններում։ Եվ կրթական ու իրազեկման ծրագրերի շրջանակներում հաշվետու ժամանակաշրջանում վերապատրաստման դասընթացներ եւ իրազեկման միջոցառումներ անցկացվել ավելի քան 800 հանրային ծառայողների շրջանում, մանկավարժների եւ ծնողների դերը կոռուպցիայի կանխարգելման գործում խորագրով իրազեկման հանդիպումներ են կազմակերպել 270-ից ավել մանկավարժների եւ ծնողների հետ, վերապատրաստման դասընթացներ են անցկացվել բուհերի շուրջ 86 դասախոսների հետ, դարձիր փոփոխության առաջնորդ խորագրերով ոչ ֆորմալ կրթական ծրագրեր են իրականացվել, որոնց մասնակցել են թվով 148 ուսանողներ եւ 137 աշակերտներ, կոռուպցիայի կանխարգելման կարեւորությունը եւ հանձնաժողովի դերը խորագրով աշխատաժողովներ են իրականացվել, կազմակերպել եւ շարունակաբար կազմակերպվում են զանգվածային լրատվության միջոցների եւ քաղաքասարակության ներկայացուցիչների հետ 2025 թվականին նրանք 84-ն են եղել։ Հանրային պաշտոն զբաղեցնող անձանց եւ հանրային ծառայողների շարունակական վերապատրաստման եւ կարողությունների զարգացման նպատակով հանձնաժողովը 25 թվականի ապրիլի 21-ին գործարկել է էլեկտրոնային ուսուցման հարթակ, որը ծառայում է որպես հանձնաժողովի կրթական գործառույթների ապահովման էլեկտրոնային գործիք, տրամադրելով բարեվարկության եւ կոռուպցիայի կանխարգելման վերաբերյալ կրթական մոդուլների, թվային գրադարանի, կրթական ինտերակտիվ լուծումների հասանելիություն։ 25 թվականի ընթացքում հարթակում հասանելի են եղել 5 դասընթացներ, դասընթացների ավարտին հանրային պաշտոն զբաղեցնող անձինք եւ հանրային ծառայողները ստանում են մասնակցության հավաստող վկայագրեր։ Ուսուցման հարթակում 25 թվականին գրանցվել է շուրջ 10,000 անձ հենց առաջի տարում, այդ թվում նախարարներ, նախարարի տեղակալներ, պաշտոն զբաղեցնող անձինք, տեղակալի պաշտոն զբաղեցնող անձինք, նախարարի խորհրդականներ, մարզպետներ, համայնքի ղեկավարներ, մարզպետների խորհրդականներ, քննիչներ, դատախազ դատավորներ եւ այլն։ Թերևս շատ համառոտ գործառույթների վերաբերյալ այսքանը, մնացած հարցերին սիրով կանդրադառնամ, եթե լինեն այդպիսիք։ Շնորհակալություն, պարոն Փաշինյան, հարգելի գործընկերներ, հարցեր ունեք։ Պարոն Փաշինյան, փաստորեն բավականին սպառիչ ներկայացվեց ձեր կողմից հաշվետվությունը եւ չկան հարցեր։ Շատ շնորհակալություն, ձեզ լավ օր եմ մաղթում։ Հարգելի գործընկերներ, ձեզ նույնպես բոլորդ լավ օր եմ մաղթում, մեր օրակարգը սպառվեց։